կանդրադառնանք եւս մի հետաքրքիր թեմային, դա երեխայի գլխամաշկի վրա առաջացած եղջերավուն շերտն է, այսպես կոչված գնեյսի մաշկ, դա եղջերացած մաշկի շերտն է, որը կուտակվում է որոշ հատվածներում եւ այն կարիք ունի հատուկ մշակման, մաքրման, դրա համար գոյություն ունեն հատուկ միջոցներ եւ սանրեր։ Անպայման ձեր ձեռքի տակ պետք է ունենաք նմանատիպ սաներ, դա կարող է լինել յուրաքանչյուր ֆիրմայից, պարզապես հաշվի առեք, որ շատ փափուկ որսից լինի, որպեսզի շատ նրբորեն մաքրի գլխամաշկը, եւ գոյություն ունեն տարբեր միջոցներ եւ յուղեր, որը որ քսվում է այդ հատվածում մաշկի վրա մի քանի րոպե մնալուց հետո, երբ որ արդեն մաշկը փափկացած է լինում, մենք այս սանդրով շատ նրբորեն սանդրում եւ մաքրում ենք այդ հատվածը։ Այնուհետև արդեն բալիկին լողացնում ենք եւ այդ յուղն ենք հանում, կամ այդ քսուկն ենք հանում մաշկի վրայից։ Դա եւս մի շատ ակտուալ թեմա է, որը սովորաբար մայրիկների մոտ վախ է առաջացնում։